Հմի են միուս մեր 15-րդ նոր բդի ներգայացնեմ։ Իրա սաղուշկու միտքը մենակ փողն է երեխեք ջան։ Ավելին ասեմ, դոլարը։ Այս դեպքում տեղին էսելը դոլարը պդույն է եգրագնդի շուրջը։ Դոլար իրա բարևն է ու մնաս բարովը։ Ի վերջո, նրա նույնիսկ օծանելիքն ունի դոլարի հոտ։ Հմի ես կենեմ այդ մեր 15-րդ տնազը ու դուք ընձիք թվա մի անգամից գլխի կննիք, թե ում մասին է խոսքը։ Բարև ապե։ Օրս արև ինչ արժի, ասա արնեմ աղպերես, փողի իմ համար գիտես պրոբլեմ չի, ինչքան հաշիվը փագացա, այս օրերի գունեթում եք գիտե… Լավ, նա միշտ խնդիր չունի, որովհետև այդ խնդիրի լուծումը նրա համար որոշակի դոլարի արժեք ունի, բայց ասենք, այդ տղեն վերջերս սկսել է վարտանանք կարտալ, ով գիտի, կարող է ավարայրի ճակատամարտը հաշվում է եվրոյի հնարավորություններով և նույնիսկ թշնամու բանակի քանակությունը վերածել է դոլարի կուրսի։ Դասին Գևորգն էլի։ Ճիշտ է երեխեք ջան, Գևորգն է, բայց ասենք, որ մենք նրան այլ կերպ այլևս չենք էլ պատկերացնում։ Նա մեր դասարանի դրամարկղն է, մեր ֆինանսների նախարարն է այդ տղեն։ Մեր դասարանի ապե, բայց Գևորգ ջան, մենք կուզենայինք, որ դու երբեք փողին կերի չդառնայիր։ Դե լավ, ասեք տնա միշտ պտի տան, որ մեր կու բան էլ ավել ասեք։ Լավ, մի րոպե երեխեք, անցնում ենք հաջորդ աշակերտին։ Ուրեմն նա մեր դասարանի ներկա բացականն է։ Ուրեմն, մեր դասարանի բջջային հեռախոսների գրքույկը, կոմունիստը, որ միշտ ներկա է, իսկ բացականների օր ու ժամով անգիր գիտի։ Նա պատասխանատու է ողջ դասարանի համար, կարելի է ասել դասարանի գթության քույրն է։ Միշտ կազմակերպված, միշտ կազմակերպող։ Լավ, մեր օպեմ հասկացանք։ Քեզ որ մենա երկու էջել ուսոյդ մասին գխոսաս այ աղբեր։ Չեղավ, չէ։ Հերիք այդ երեխու մասին հուշումներ տաս, թող իրանք կռայեն։ Երեխեք, ներկա բացակայից արդեն պարզ է, որ խոսքն ու մասին է։ Ճիշտ է երեխեք, խոսքը մեր Լուսոյի մասին է, ինչ էլ ասեք իրան հասնում է, որովհետև ինքը շատ լավն է։ Լույս ջան, մենք քեզ շատ ենք սիրում։ Լույս ջան, միշտ այդպեսին մնա, երբեք չփոխվես։ Ապա։ Ճիշտ է, մի հատ եկեք ծափահարենք։ Խոսքը այս հրաշալի, այս անկրկնելի չքնաղ Լուսինեից մասին է խոսքը։ Մեր դասարանի անկրկնելի ավագի և մեր դասարանի անմար Լույսի մասին է խոսքը։ Լավ երեխեք ջան, լավ, անցնենք առաջ, թե չի արենը այսօր չի էլ սթափվի։ Եթե երեխեք ջանձի հարցնեին, թե ինչ մագանում կուդաս այդ 15-րոջդ, ես շատ կարճ ու կոնկրետ կպատասխանեի։ Կալստուկ, նույն ինքը փող կապ։ Այս տղեն երեխեք ջան, ինչ եղ ձեզի բացադրեմ, թե պաշտոնյայի հոգի ու արտակին ունի, էլի, ինտելիգենցիայի վառ ներկայացուցիչ, միշտ կիրթ, դասական, գրագետ, խելացի։ Լավ, նա կարծես ոչ թե այդպիսին դարձել է կամ փորձում է այդպես իրան պահել, այլ այն մարդը հենց այտենց էլ ծնվել է, էլի այ աղբեր։ Արեք նա։ Ուրեմն մեր հաջորդ 15-րդ նոր կուզենք ներկայացնենք, էլի նույն 3 հրացանագիրների շարքից է։ Կամ էլ ինչեղ մեր շատ սիրել Ինգեր Ղազարյանը կսիրեսել X, Y, Z այդ խմբից։ Նրա ձայնը մենակ ներկա բացակայի ժամանակ ենք լսում։ Չխոսքան է, բայց խոսքով դիպուկահար։ Մի խոսքով ես ձեզ սենց ասեմ, խոսում է կարճ, հազվադեպ ու դիպուկ։ Կտրող ու վերջնական է նրա խոսքը։ Արամնա։ Հա էլի արամնայլով պիտի լինի։
Տեսեք, դաժե հմի չի խոսա այդ տղեն, չի խոսա էլի։ Մերսի տղեկ ջան։ Ախպերս, ոչ մի ավել բար։ Դե կարծում եմ ձեր տափակ ելույթ ավարտեցիք, հիմա լսեք, թե ես ձեզ ոնց կբնութագրեմ։ Գյուղում մենք ծնվել ենք, գյուղում մենք մեծացել ենք, բայց երբ քաղաք գանք, մենք մեզ ցույց կտանք։ Հետո է ուզում իրան ցույց տամ, հա թող գա շտապ գրատախտակի մոտ։ Չհասկացա։ Այդա, մեր Ղազյանը արդեն լավ է։ Պատրաստ է։ Դե դու տես ես հիմա ինչ եմ անելու։ Ուլե դու պատկերացնում ես ինչ ես ասում, դու հասկանում ես թե ինչ ես ասում։ Հասկացի, դատական բժշկություն ունի, էքսպերտիզա, էլ չեմ ասում, բա որ Լևոնի հետ քո ուղարկած թույնը չուտեր, կամ Լևոնի հետ ինչ-որ մեկ ուրիշն են ուտեր։ Да мне плевать, сколько человек отправится на тот свет. Главное, вот ես իմ նպատակին հասնեմ։ Կհասնես, Օլյա, կհասնես։ Ոչ, ես պետք է հաստատ իմանամ, потому что если не получится, ամենը կգնա գրողի ծոցը։ Չի գնա, Օլյա, չի գնա, որովհետև մենք շատ հեռու ենք գնացել։ Так, ладно. А теперь я хочу понять, что ты собираешься делать. Այ, Օլյա, դու ինձ արդեն ներվային ասում ես։ Ես քեզ 1000 անգամ դրա մասին ասել եմ։ Ոչինչ, մի անգամ էլ ասա։